Ուզում եք լինել գեղեցիկ եւ սիրված, ինքներդ ձեր կողմից, ապա այդ դեպքում մեկ ընդմեղ պետք է կատարեք դեմքի դիմակներ, որը մանավանդ այս ժամանակաշրջանում չափից ավելի լավ է եւ ուզում եմ ասել նաեւ հրաշք դեմքի դիմակ, որը կարելի է պատրաստել հենց կավից, այսինքն գլինայից։ Ինչ ենք անում, վերցնում ենք 2 թեյի գթալ գլինա, ավելացնում մի փոքր ջուր, որպեսզի այն լինի այնպիսի մածուචիկության, որ կարողանաք հանգիստ քսել, այսինքն թթվասերի մածուචիկության եւ քսում ենք ինչպես, ասեմ նախապես, որ կավը պետք է դնեք արևի տակ, ինչու, երբ արևի տակ դնում եք, իր մեջ գտնվող հանքանյութերը, միկրոէլեմենտները, բոլոր նյութերը ակտիվանում են եւ այն շատ դրական է ազդում ձեր ոչ միայն մաշկի, այլ նաեւ եթե այս հրաշք դիմակը նաեւ քսեք այն մասերում, որտեղ ցավ կա, դա լինի ծնկներ, դա լինի ոտքեր, դա լինի ողնաշար, դա լինի այն մասերը, որը ձեզ անհանգստացնում է, նույնիսկ անգամ կարող եք կատարել վաննա, վաննայի ջուրը պետք է լինի ընդամենը 27-ից 28 աստիճան եւ մեջը լցնում եք ամբողջ վաննայի մեջ ընդամենը 100 գրամ կավ։ Կավը քսելուց հետո պատկերացնում եք, լցնում եք այդ ջրի մեջ, մտնում եք մեջը եւ 20 րոպե մնալուց հետո ձեր օրգանիզմը թարմանում է, առողջանում է, միկրոէլեմենտներով հարստանում է, հոդացավերը, ողնաշարի ցավը, բայց շատ սիրելի իմ ժողովուրդ, պետք է, եթե կա հոդի ցավ, ապա անպայման պետք է դիմել բժշկի, պետք է կատարել սոնոգրաֆիա, դա լինի եւ մեջքը, եւ ոտքերը, եւ ամբողջ օրգանիզմը։ Իհարկե, նայեք, տեսեք, մենք վերցրել ենք սև կավ եւ պետք է այն քսենք փոքր ինչ հաստ շերտով, որպեսզի այն ավելի լավ ներթափանցի մեր օրգանիզմի մեջ, մաշկի մեջ, դեմքի մասին եմ խոսում, ապա անպայման մոմլատ եւ տաք շոր, հրաշք, 2 անգամ օգտագործելուց հետո կտեսնեք եւ հոդերի ցավը, եւ դեմքը փայլում է, դառնում եք չքնաղ, այնպեսին ինչպեսին դուք եք ուզում։